ուղղակի երբ որ հարցադրում է տրվում այս կամ այն երկրի մասնակցությունը, աջակցությունը, հովանավորչությունը պատերազմող երկրի կոնկրետ Ադրբեջանի, պետք է մեկ հարցադրման հստակ պատասխան տալ։ Ումն է ձեռնտու։ Արդյոք ձեռնտու է մի երկրի հարավային սահմաններում սկսել ռազմական գործողություններ։ Արդյոք ձեռնտու է այդ երկրի եվրոպական մասում սկսել գործողություններ։ Արդյոք ձեռնտու է այդ երկրի հարավ-արևելյան մասում, խոսքս Միջին Ասիայի։ Այսինքն միակ երկիր, որը ամենաշահագրգռվածն է, որ իր սահմանների մոտ պատերազմական գործողություններ չունեն, որտեղ այդ գործողությունները մենք գիտենք իսլամ արմատականները ինչպես են կարողանում թափանցել տարբեր երկրներ, ամբողջ մերձավոր արևելքը առայժմ այդ պատերազմի մեջ է։ Հետևաբար Ռուսաստանին ձեռք չի տալիս պատերազմական գործողություններ իր սահմանի մոտ, որտեղ այդ կրակը կարող է տեղափոխվել նաև իր մոտ։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի որպես կարևորագույն տեղեկատվություն իմանա, առ այսօր Թուրքիայի երրորդ դաշտային բանակը Էրզրում կենտրոնով մոտ 300,000 զինուժով մարտական խնդիրը երկու բանակային կորպուսներով, երրորդ և 9-րդ, մարտական խնդիրը Հայաստանը և Վրաստանը գրավելն է։ Հասկանում եք։ Այո, Թուրքիայի երրորդ դաշտային բանակը։ Այսինքն մարտական խնդիրը և բանակի և երկրի ղեկավարության չի փոխվել։ Հետևաբար այդ զինուժի դեմ կանգնած է ոչ միայն Հայաստանը, ավելի շուտ առաջին հերթին Ռուսաստանը։ Եվ Ռուսաստանի ներկայությունը անգամ մեկ զինվորով և մեկ դրոշով և Հայաստանին Ռուսաստանի ատոմային անձրևանոցին ներքո վերցնելը մեր բոլորիս ֆիզիկական անվտանգությունն է։ Այլ բան է, որ Ռուսաստանը հիմա չի ուզում, որպեսզի Ադրբեջանը ամբողջովին իրենից փոխվի, նաև դա պետք է հասկանանք։ Որովհետև եթե Ադրբեջանը ամբողջովին իրենից փոխվում է, դա նշանակում է Ադրբեջանը դառնում է կարևորագույն գործիք իր հարավային սահմաններում վիճակը ապակայունացնելու, պատերազմական գործողություններ հարավային Կովկասից հյուսիսային Կովկաս տեղափոխելու։ Դա համար Ռուսաստանը այդ առումով փորձում է նաև Ադրբեջանի հետ ինչ-որ ձևով լեզու գտնել։ Ես ասում եմ Ռուսաստանի տեսանկյունից, այսինքն որպեսզի մենք հասկանանք, թե ինչու է Ռուսաստանը, այսպես ասած, ոչ այդքան արդարացի մեր հանդեպ հայտարարությունների, կարգախոսների եւ այլն։ Պետք է նաև հասկանանք ինչու՞ն է իր ազգային պետական շահը։